ամենամեծ խնդրեմը այն չի, որ մեզ Նիկոլը խոստանում արևմուտք։ Անկամ այն էլ չի, որ արևմուտքը մեզ չի ընդունել։ Ամենամեծ խնդրեմը հետևյալն է։ Քաղաքական ուժեր միջև Նիկոլ էլ եղել են, չէ՞, արևմտամետ։ Հայաստանում եղել են արևմտամետ ուժեր մշտապես։ Նիկոլից ավելի եւ հասարակական կազմակերպությունների մեծ խումբ են ունեցել, որոնք այքարում են։ Այդ եվրոպամետությունը, արևմտամետությունը երբևէ միջև Նիկոլ զուգակցվել է ազգային օրակարգի հրաժարումով։ Մեզ երբեք Ռաֆի Հովհաննիսյան վերցրեք, ժամանակին ամենալիբերալ, ազգային լիբերալ, չէ, քաղաքական առաջնորդ էր Ռաֆին։ Ռաֆի խոսույթում կար արևմուտք, չէ, եւ կար ցեղասպանության ճանաչում, կար Արցախի խնդիր։ Խնդիրը հետեւյալն է, խի են որոշև դրուկ։ Նիկոլը եթե իրոք արևմտամետ է, այդ խի է որոշե այդ արևմտյան վեկտորը, այդ պապկեն հագեցնել ապազգային օրակարգով, խի ստեղա թաղված շանգելուխը, որովհետեւ եվրոպական խոսույթը, ծածկույթը այն օրակարգի համար, ցեղասպանության օրացության, Արցախի, արցախատիացության, այսինքն ես դες պարզապատրամաբանորեն ապացուցում եմ, որ արևմտյան խոսույթը չի նշանակում, որ դու պետք է հրաժարվես ցեղասպանության ճանաչումից, հակառակը, ինչքան էլ Նիկոլը վայրահաչի, իրականության մեջ ցեղասպանության միջազգային ճանաչման դրոշակակիրը միջև Հայաստանի անկախացում եղել արևմուտքը 87 թվականին Եվրոպարլամենտն է ճանաչել ցեղասպանություն, 87 թվականին Սովետը փլուզված չէր, Արցախյան շարժում չկար, այսինքն արևմուտքն է եղել։ Այդ թեմայով էլ ասում է, որ ցեղասպանության թեման դարձել է շահարկումների, իրենց շահերի սպասարկման բան։ Ինքը ակնարկում է ռուսներին, բայց ցեղասպանությունը ճանաչվել է տասնյակ արևմտյան երկրների, Եվրոպարլամենտի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների խոսքով։ Այդ ինչ ռուսական ՖՍԲ-ն ԳՌՈ-ն եւ բանը SNB-ն կարողացել են տենց Բայդենից միջև Սարկոզի, հա, տենց բոլորին կապել։ Այս ինչ աբսուրդ է խոսում։ Այսինքն Եվրոպա, եթե մի բերենք այս հարցը, շատ կարևոր հետևություն։ Չի կարելի դադարել խոսալուց։ Հիշում եք, ես միայնակ ակցիա արեցի Եվրոմիության դեսպանատան մոտ ինչ շղթայելով։ Այլ ակցիաներ, այլ խոսույթներ։ Այս ամեն ինչը պետք է մարդկանց պետք է եվրոպացիներին հանել կոմֆորտ զոնայից։ Նորից կրկնեմ ձեր այս մեր դեսպանները հարգարժան, որոնք աշխատում են մեր երկրում։ Հանեք իրանց կոմֆորտ զոնայից, ժողովուրդ ջան։ Եթե իրան գալիս են ձեր գյուղ ինչ-որ ֆերմա բացելու, լավ կլինի մեկը մոտենա ու ասի «Միսիո դեսպան, իսկ այս հարցը, եթե իրան գալիս են բու ուսանողների հետ հանդիպան, շատ լավ կլինի, որ մի ուսանող այդ հարցը տա, իրանց պետք է դեմ տալ, իրանք չպետք է թույլ տալ, որ իրանց դիվանագիտական ծառայությունը Հայաստանում վերածվի քյաբաբ, կաբերնե սովինյոն, հա, եւ ինչ որ գորգերի թանգարան, այս այցելություններ։ Այդ լավ է, բայց այդ այցելությունները առիթ են, չէ, որ դու ընդելնես ու ասես։